Ադրբեջանի նախագահն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, ըստ պաշտոնական հաղորդագրության Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Նրա խոսքով Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի ստորագրումը պատմական դեր է խաղացել երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում։ Ընդգծվել է Ադրբեջանին ռազմական աջակցությունը խոչընդոտող 907-րդ ուղղումը չեղարկելու կարևորությունը։ Հատուկ առանձնացվել է Թրամփի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջ մղման գործում, անդրադարձ է եղել TRIP նախագծին եւ տարածաշրջանի տրանսպորտային կապերի զարգացման գործում դրա ընձեռած հնարավորություններին, ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել, կառույցը լիակատար համերաշխություն է հայտնել վրաց ժողովրդին, որը շարունակում է պայքարել հանուն եվրոպական եւ ժողովրդավարական Վրաստանի։ Զուգահեռ խորհրդարանականները մեղադրում են երկրի իշխանությանը ժողովրդավարական հետընթացի, ուժ գնացող բռնաճնշումների, կամայական ձերբակալությունների, թշնամական հռետորաբանության, ապատեղեկության եւ սպառնալիքների համար։ Ընդգծվում է, որ Վրաստանի բնակչության մեծ մասն աջակցում է եվրոինտեգրմանը։ Եվրամիության դռները բաց են վրաց ժողովրդի համար, մինչդեռ վրացական երազանքը շրջել է այդ գործընթացը, ասված է զեկույցում։ Նշվում է, որ բարեփոխումներում հետընթաց է։ Խորհրդարանականները կոչ են անում տարբեր երկրների հետևել Եվրամիության օրինակին եւ անհատական պատժամիջոցներ կիրառել վրացի պաշտոնյաների նկատմամբ։ Եվրախորհրդարանն անդրադարձել է նաեւ Թուրքիային, պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ այնտեղ եւս ժողովրդավարության հետընթաց է գրանցվում, ինչը խանգարում է երկրի եվրոինտեգրմանը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հունիսի 19-ին ստորագրվելիք փաստաթուղթը դեռ վերջնական չէ։ ԱՄՆ նախագահի խոսքով Վաշինգտոնը կարող է վերսկսել Իրանին հարվածները, եթե Թեհրանը չկատարի համաձայնագրի պայմանները։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ներդրումներ կատարել Իրանում, սակայն մյուս երկրները կարող են դա անել։ Թրամփը հավելել է, Հորմուզի նեղուցն էլ արդեն մասամբ բաց է եւ ամբողջությամբ կգործարկվի առաջիկա 2 օրում։ Նրա խոսքով նավթի գներն արդեն զգալիորեն իջել են, ուստի դիտարկվում է Ռուսաստանի էներգետիկ հատվածի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտնել է, որ խաղաղության համաձայնագիրը կլինի համապարփակ եւ կներառի Իսրայելը, Լիբանանը եւ Պարսից ծոցի երկրները։ Ջեյդի Վենսի խոսքով, եթե Թեհրանը չկատարի պայմանավորվածությունները, կշարունակեն սահմանափակել Իրանի միջուկային, ռազմական եւ հրթիռային ծրագրերը։ Նաեւ եթե Իրանն այսուհետ էլ ֆինանսավորի Հեզբոլլահին, մենք թույլ չենք տա, որ Իրանն ապասառեցվող ակտիվներից զգալի միջոցներ ստանա, մանրամասնել է ԱՄՆ փոխնախագահը։ Թեհրանից էլ նախազգուշացրել են, եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի դեմ հարձակումները, իրանական կողմը կոշտ պատասխան կտա։ Նշվում է, որ պատերազմը բոլոր ճակատներում ավարտելու մասին Վաշինգտոնից եւ Թեհրանից հնչող հայտարարությունների ֆոնին Ցահալը միևնույն է ռազմական գործողություններ է իրականացնում Լիբանանում։ Իսրայելում ընդունում են հրեական պետության եւ ԱՄՆ-ի միջև լուրջ տարաձայնություններ կան։ Հրեա մի շարք պաշտոնյաներ պնդում են, որ Իսրայելը չի կարող զիջել դիրքերը։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը մի շարք մարզերի ուղղությամբ խոցվել է ուկրաինական 157 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի մոտակայքում 18 ԱԹՍ է ոչնչացվել։ Նախօրեին հարված էր հասցվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ Ռուսական կողմը նաև մեղադրել է Ուկրաինային Բրյանսկի մարզում Բելարուսից մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսը թիրախավորելու համար 1 կին զոհվել է, կան վիրավորներ։ Կիևը հերքում է բոլոր մեղադրանքները։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մինչև տարեվերջ Ուկրաինան 10 միլիոն ԱԹՍ կարտադրի, նրա խոսքով կարող են նույնիսկ կրկնապատկել արտադրության ծավալը։ Ուկրաինայի նախագահը նաև խոստացել է շարունակել Ռուսաստանին հեռահար հարվածները։ Դիանա Գասպարյան, լուրեր։